Սակո սունկ չի գա մեջը, ինչ ես նեղված, կարաս ուտես։ Այն որ սուն գալինում, սակոն չի կարա, ալերգիա ունի, կամ ցու գալինում, նեղված ալինում, պաղաթրադոմսն կարելուց։ Բարի օր սիրելի երեստատիդող, այսօր ես և Լիլին շատերի ծանոթ և սիրված Լիլի Պակրադունին պատրաստելու ենք շատ համով զադիգի հատուկ ուտեստ, որը այնքան համով է, որ ուզում ենք դարեկան ամեն ամիսների և օրերը պատրաստենք, հավգիտով կանաչի ներդեն, որը մեր դանը օրինակ հատուկ ձևով է պատրաստվում, բայց իրականում իր կոնցեպտը կամ իր ձևաչափը նույնն է, մեր հայկական ավանդական սեղանի վրա միշտ լինում է հավգիտով կանաչի, իսկ ձևը մի քիչ տարբեր է, այսօր ես և Լիլին պատրաստելու ենք ձեր համար և արդեն կտեսնեք ոնց է պատրաստվում։ Լիլ, ողջունում ենք։ Ողջույն, շատ հաճելի է ինձ գտնվել քեզ հետ մի տաղավարում, շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօրվա պաղաթրադոմսի համար մեզ պետք է 1 բաժակ ծավալ կամ հատիկ, 6-ից 8 հատ հավգիտ, մի փունջ անանուխ, 3-ից 4 հատ թարմ ծխտոր, 5-ից 6 հատ կանաչ սող, մի հատ կիդրոն, 1-2 փունջ ազատքեղ կամ մաղդանոց, մի քանի հատ չերի լոլիկներ, 4-ից 5 բջեղ ծխտոր, 1 բաժակ մածուն։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղվեղ, կարմիր բղվեղ գծու և կաղցր, անանուխի փոշի, քիմիոն և բխրեցուցիչ, ցիտաբտղի ցետ և ցետ տապակելու համար։ Լիլ, իսկ դու որտեղից ես ուզում սկսենք, դու ինչ կուզես առաջինը կտրել, հիմա ունենք ստեղ սող, թարմ ծխտոր, անանուխը պետք է մաքրենք կտրատենք և արդեն ազատքեղը կամ մաղդանոսը։ Կուզես ես մաղդանոսը կտրատեմ։ Ես էլ արդեն սոխը ծխտորը, հետո անանուխը։ Գնացինք, դու մաղդանոսը սկսիր կամ ազատքեղը, ես է ծխտորը։ Շատ լավ։ Ովքեր որ սպիրկահայերը նայում են մեզ, գիտեն, էսի շատ ծանոթ, հանրածանոթ ուտելիք է և շատ սիրված, մարդիկ ուզում են դենց փաթելով, մի քիչ լոլիկ, մի քիչ տտուվարունգ են տնում մեջը, մարդիկ ուտում են օրինակ մածնապրտոշով, մարդիկ էլ ուտում են մածնաբուրով, որը կարգմը հայկական տներում ուտվում է սարը մածնաբուր, կարգմը տներում ուտվում է դակ, այսինքն սպասի պես։ Հիմա այստեղ այսօր մենք մարանիկից արդեն դրել ենք մեր ծավալը եփում է, մի քիչ որ պատրաստ լինի, հետո օջայի հետ պետքա մատուցենք, իրականում չէի ուզում էդի չլիներ, որովհետև ըստ ավանդույթի էդի միշտ անում ենք, ուզեցի այսօր ցույց տամ դժվար մասը, իսկ քեշ մասը արդեն դուք գիտեք, էդի դուք մենակով կանեք գիտեմ։ Անկեղծ ասած ինձ համար նորություն է այս ճաշատեսակը, հա։ Դե վերջում երևի դու իմացած քո այն որ մենք հայկական խոհանոցում ունենք կանաչիների տեսակ հավգիտով ենք անում, լիքը ունենք։ Այսը մի քիչ sense ավելի sense հավաքված, մանրացրած, մի քիչ համեմունքները ավելացրած եւ հետո վերջը այո, ուրիշ հասկացա ուրիշ։ Հիմա ես մանր ծխտորը կտրատելու եմ։ Այստեղ կա մանրացնելու գործողությունը, ոնց կուզեք կարող եք կտրատել, մանրացնել ու արդեն սկսել ավելացնելու։ Հիմա Լիլին արդեն առաջի մաղդանոսը մանրացրեց, ավելացրեց, հիմա արդեն կմանրացնի երկրորդը ու մենք կշարունակենք։ Ես կարաս վերցնես։ Լիլ, իսկ զադիգի սեղանի ամենասիրած ջաշը ինչն է կամ ուտեստը, որը անպայման պետք է լինի սեղանի վրա։ Հիմա չգիտեմ կարող է շատ բանալ հնչի, բայց շատ սիրում եմ բրնձով փլավը։ Ու պետք է ասեմ, որ բոլոր ուտեստները իմ համար համենայն դեպս զադիկի հետ կապված բոլոր ուտեստները այդ օրը առանձնահատուկ համով է լինում։ Հա, չէ։ Ես իմ համար այդպես բան եմ նկատել։ Համովություն։ Կա մի ուրիշ օր պատրաստես նույն փլավը։ Այդքան համով չի լինի։ Վստահ այդպես չի լինում։ Գիտես ինչն է, էլի, այն որ դու նստում ես, այդ խորհրդավոր, այդ դրամատրությունը կա այնտեղ, ոնց որ ուտելիքի վրա ավելանում է սեր եւ համովություն։ Այո, հաստատ այդպես է։ Ես էլ երևի։ Այո, ինչ որ խորհուրդ կա այդտեղ, խորը։ Ուրեմն փիլավը պատրաստում ես չորացած մրգերով։ Այո, չորամրգերով։ Լավաշը պարտադիր բուսաղի մեջ տապակում եմ կամ ընդհանուր իրան հենց լավաշի մեջ եմ եփում։ Այդպես։ Ավանդական ձևով, ոչ մի առանձնահատուկ բան։
Իսկ քաղցր ինչ ես անում, օրինակ քուքի տեսակներ, կամ չորակ, կամ կարգանտակ։ Քաղցր գաթա ենք մենք շատ սիրում, բաց կլոր գաթա ենք սիրում։ Բանով։ Այո, առանց չեղենի, բանի սովորական գաթա։ Սովորական։ Իմ տանը շատ են սիրում կլոր գաթան, պարտադիր գաթա եմ թխում։ Գուզեի մի օր կամ լիլի կատան ուտեմ, ես կատա շատ եմ սիրում, մանավանդ այն մարդիկը, որ համով են սարքում, այդ մեջի խորիզը շատ է լինում։ Հա, ես հենց այդպես եմ սարքում։ Ես արադ եմ սիրում այդ մեջի կարակի մասը։ Իսկ մենք կարող ենք մի հատ ցավարը նայենք, ոնց որ պատրաստ լինի, մի հատ նայում ենք մատիկով, փորձում ենք, արդեն եփած է։ Կարող ենք անջատել ու թողել մի քիչ էլ հեռացնել։ Այս էլ կարող ես ավելացնել, հետո արդեն կկտրատենք անանուխը։ Կարելի է քո դանակը ավելի լայն է։ Okay, համեցեք։ Արագ լինի։ Դե այստեղ սխտորները կան, կարաս մի քիչ ճզմես, այստեղ ճզմիչ ունի։ Հատուկ սարքով։ Ես արդեն լանաները կամ անուխները։ Մի անգամից ստեղ ճզմեմ։ Հա, ես մաքրեմ։ Դե ինձ սիրելիներս, ուրեմն, քանի որ մենք մեր զատիկը մոտենում է ու բոլորս պատրաստվում ենք համով սեղաններ տնենք կամ մեր ընտանիքին ուրախացնենք, ես օրինակ մտածում եմ զատիկը ինչ որ խորհրդի նշան է, որ այդ ընտանիքը եւ մեծ Գերտաստանը իրար մոտ հավաքվել։ Դու ել ես տենց մտածում լիլ։ Միանշանակ։ Դա այն քիչ առիթներից է, հա, մանավանդ այս կյանքի տեմպի մեջ, որ կարելի է հարազատներին հավաքել ու գեղեցիկ, խորհրդավոր, սիրուն այդ սեղանի շուրջ եւս մեկ անգամ ճաշել, ընտրել, զրուցել։ Հա, Աստծո շնորհակալություն ես հայտնում, որ դու ունես այդ քո ընտանիքի անդամները քո կողքը, կարողանում ես իրանց հետ ուրախանալ կամ ինչ որ աբակա մտածել, եկող օրեր, քանի որ միշտ ընտանիքն է, որ քո մոտ է լինում կամ քո հետ է լինում ամենասկիզբից մինչև ամենավերջ, իրենք տեսնում են քո նվաճումները, իրենք տեսնում են քո ամեն ինչը կյանքի, ու դա համա, որ այդ ընտանիք իրար մոտ հավաքվում, ամենամարդ իրար ճանաչում է լավ, ու ամենամարդ իրար դենց ցավերը եւ ուրախությունները կիսվում են։ Ես անուխն էլ ավելացնեմ, անպայման թարման անուխը։ Անուշ շահոտը։ Ավելացնում ենք։ Հիմա չնայած փոշի անանուխել ենք ավելացում, բայց շատ կարևոր է թարմը ավելացնել եւ սենց կտրատել, որպեսզի այդ համը բաժանվի։ Մի քիչ էլ տնեմ, արդեն կամած կսկսենք խառնելու, համեմուկները ավելացնելու։ Դե ինչ, սիրելիներս, այստեղ մի հատ մաքրագործենք, դե իհարկե ABC-ով, մի հատ լվացվենք ու կանք արդեն խառնելու սկսենք։ Իհարկե, մենք համեմունքները բոլորը մարանիգից ենք օգտագործում, բեյքինգ պաուդերը կամ պխրեցուցիչը մի կես կթալ եմ ավելացնելու, եթե սիրում եք ավելի սենց ուրած ելեք, կարող եք ավելի դնել, եսի ավելացրեցի։ Ես ավելացնեմ քիմիոն, ինչքան։ Երևի 2 թեյի կտալ լավ է։ Դքան, նորմալ է։ Շատ լավ է։ Հիմա անուխը մի քիչ ավելի։ Անանուխը հենց այսպես ավելացնենք, պետք չէ մանրացնել ձեռքով, այստեղ ամեն ինչ նորմալ է։ Ինչքան։ 3 3։ Գիտես որ առաջին օրեն կարևորություն տալիս եմ այդ դրան, ինքը պետքա 3 լիքը թեյի գտալ, քո խաթր։ Ես ավելացնեմ քաղցրը, դու գծու պղպեղը։ Ես սև պղպեղ ավելացնեմ։ Դու կասես, հա։ Դե ինքը աչքի չափով է, բայց մի քիչ էլ երևի։ Մի քիչ էլ։ Տեսար ես դարաները ինչ հարմար են մարանիկի։ Կարևոր որ չես վախենում որ հանկարծ կբացվի ու կթափվի։ Դե ես մեկ-մեկ նկարահանման ժամանակ էս եմ բացում սխալմամբ դրա եւ բախտս չի բերում, գծուն է լինում, բայց արդեն սովորել եմ։ Հիմա էսի քաղցր պղպեղն է, պապրիկան, մի քիչ ավելացնում եմ, գծուն էլ մի քիչ ավելացնենք։ Եթե գծու դու ես արխային ավելացրու։ Լավ է։ Շատ չեմ սիրում գծու։ Ինքը գիտես արդեն ինքը գծու է լինում, որովհետև սոխի եւ սխտորի այդ գծույթունն է սսկում, դրա համար էս կարևոր չէ հիմա։ Աղը լավ է, չէ՞ երևի։ Շատ լավ է։ Հետո կավելացնենք, եթե պետք է։
Ընդեղ ինչ մնաց, մի քիչ ցիտաբդրից հետ եմ դնում։ Ես ցիտաբդրից հետը համի համար եմ դնում, այս ամեն համեմունքները իրար շատ լավ է։ Դրեմ որ չափը ճիշտ դնես։ Այսքան։ Որովհետև մենք հետո բարձ ցետի մեջ պետքա դապակենք։ Հիմա ավելացում ենք ալուրը իր բարտականությունը այս ամեն ինչը բռնում է իրար։ Դրա համար ավելորդ չենք ավելացում, որ իրեն չի զարացնենք, իսկ ավելի պակասներ կարողա չի բռնի։ Այստեղ 1.5 տկալա։ Հիմա մեծ կտալով կարանք լավ խառնենք հետի, հետո հավգիտներ ավելացնենք։ Ես խառնեմ։ Հանկիստ խառնեմ։ Ես քույնից իմացա, որ մի քիչ կարմիր բաղբեղ գուզե։ Սիրուն կարմիր։ Լավ խառնե ու հետո արդեն հավգիտը կավելացնեմ։ Մոտավոր տեսար ինչքան sense մարացրել ենք։ Հիմա արդեն հավգիտները լավ կարող ենք պատրակահավել խառնել կամ այստեղ երևի գուզես տամ մի հատ պատրակա։ Իրականում պետք չի։ Ահա։ Հիմա այս դաբակն եմ պատրաստում, ցեթ հավելացնենք ու արդեն սկսենք դաբակել։ Մի երկու մատ ենք ավելացնում, որովհետև երբ որ այդ մի կողմը դաբակում ենք, հետո դարձնելու ենք, այդ պետք է ամրանա ու արդեն դարձնենք մյուս կողմ։ Իսկ դու կանաչիները, որ հավգիտով դապակում ենք, ո՞րն ես ամենաշատ սիրում։ Ամենաշատը մանդակով։ Հա, ես ես սիբեխով։ Սիբեխն է, իմիջիալից համերը շատ նման են։ Ահա։ Սիբեխը ավելի սենց սուր համ ունի։ Սիրում եմ։ Բոլոր կանաչիներն էլ իրականում սիրում եմ։ Ահա։ Սենց անուշիկ կտալով դնում ենք, ամեն անգամ մի հատ խառնում ենք, որովհետև ինքը հյութը ներքևն է աշնում։ Սենց գլորված։ Ինքը սենց հետաքրքիր գլորություն է ստանում։ Հոդը արդեն լավն է, չէ՞։ Շատ։ Ես մի քիչ էլ կուզեմ։ Որպեսզի բոլորը համաչափ լինեն։ Շատ չենք խոջողացնի տաբակը, որ հանկիստ բոլորը գնանք դարձնել հետո։ Ուրեմն էսի տաբակած ժամանակնից միշտ թրացիները իմանում են ու կարող են նույնիսկ թուրը զառնել եւ ասել հաջեք պատրաստում կարող եք դալ, որովհետեւ ամեն թաղը այս սրա հոդը առնում է։ Մեկ էլ ուզում եի հարցնել հավգիտները ինչպես կսիրես ներկել բնական ցևով, օրինակ կարմիր սոխով եւ այլն, ոչ թե հիմնականում նախընտրում եմ բնական գույներ, որովհետեւ շատ է չէ լինում որ ձուն ճաքում է, բան այդ ներկը ներծծվում է, միշտ աշխատում եմ բնական գույներ։ Սոխի կլեպ կլինի, բազուկ կլինի, թարմ, թե քրքում կլինի, կարկադե, մի խոսքով։ Կարևորը ուտելու հետ մթերքներ, որ անվնաս լինի։ Բայց իրականում միշտ այդ food color-ները կամ սննդի ներկերը ասում են, որ անում են իբր սննդի հարմար, բայց մենք միշտ այդ բախում ենք դա չենք կարող իմանալ։ Մենք մեզ ապահովագրում ենք։ Այո։ Վայ հոդերը, չեմ դիմանա ես սպիչով փակենք այս հաղորդումը։ Ահա, արդեն պատրաստ է կարող ենք այսպես դարձնել 3-4։ Օպա։ Ինչ լավ պահում է, չէ՞։ Հա։ Էդա հետաքրքիր է։ Այն որ ես նեղացել էի, որ այն տաբակը չունեի, մամայիս առաջի անգամ որ պետքա պատրաստեի, ասեց ոչինչ, դու որ գտալով ճիշտ տնես, կլինի տենց shape-ով կամ մոդելով տենց ստացվեց։ Լավ, ուրեմն, միջև այդ մույս կողմը տաբակի, այստեղ մենք լոլիկները կտրատենք։ Դե իհարկե զատիգի հատուկ ուտեստները պատրաստում ենք։ Չենք մոռանում, որ համով սեղան գցելուց, ոնց ասում ենք Հայաստանում, չմոռանանք խմելիքների մասին, տեչուրը, լիմոնադը կամ ինչ-որ հյութերը։ Ես սիրում եմ օրինակ սիլից կամ մազայից այդ ամեն ինչը տնել։ Դուք էլ կարող եք ընտրել համովություններ եւ մանավանդ մանգոն չմոռանաք մազայի, անպայման սեղանում տնել ու արդեն զատիկը նշել։ Ես մի հատ նայեմ մեր օջաները, տեսնեմ արդեն եթե մույս կողմն էլ կարմրել է, մի հատ ափսե կփերեմ։ Շաղիկ իսկ թարգմանություն ունի անունը։
Ինչ է նշանակում օջախ։ Չէ իրականում, որովհետև ոնց որ արևմտահայերը կամ սպիրկահայերը տենց ասում են օրինակ մաղդանոսով հավգիտ կամ օջա, ինքը ոնց որ արաբական ալփա մեջը, ոնց որ ասում են հավգիտով դապակված ինչ որ կանաչիներ։ Հատուկ չունի, բայց ինքը տենց անպայման ասում են այդ բառը, այս ուտելիքի։ Հիմա արդեն հանում ենք, տեսեք ինչքան հետաքրքիր է ստացվել, խրխթան համով։ Մի հատ կարող ենք անցերոցի վրա հանել, որպեսզի ցեթերը ավելի իջնեն ու շարունակենք։ Եթե այս բահը գսկակ որ մի քիչ ցեթ պետք է, կարող ենք ավելացնել մի թեթև, որպեսզի նայր օրինակ այդտեղ չկպնի։ Դե կանաչին սիրում է յուղ ամեն դեպքում։ Դնեմ։ Կուզես դու ավելացնես։ Փորձեմ։ Մի հատ լիքը գտալ, չէ՞, հետո եթե ինչ կարելի է վրայից ավելացնել։ Նայեմ, չափսը։ Փոքր եմ բռնել։ Չէ, լավ է, ինքը մի քիչ մեծանում է, քո սպասածից հետ։ Կապցարու, ահա։ Շատ լավ է։ Օրինակ, եթե ուզում ես ավելի փոքր տկալով գտնես, ավելի փոքր կստանաս, բայց էսի բադարի համար հարմար է։ Իդեալական չափ է։ Միջև մեր օջաները տապակվեն, մենք արդեն մեր մածնաբուրը անենք, ստեղ ունենք, նայեցեք ինչ լավ մարանիկի հադիկները մեծ պատրաստվել են։ Երևի 4-ից 5 թքալ ավելացնենք այդ մածունի համապատասխան ու շարունակենք։ Կարող ենք մածունը ավելացնել, լի։ Ես նույն գթալով ավելացնեմ, հա։ Մեկ էլ ես պատրաստեմ անանուխը։ Մածունն ինչքան։ Ամենը երևի։ Ամենը։ Հա, ես դրա հաշվարկով արեցի։ Ստեղ ինչ որ համեմունքներ աղ եւ բան անանուխ։ Քիչ աղը, շատ այշնում ու շատ էր։ Մի քիչ էլ։ Մի քիչ ասելով շատ։ Yummy, շատ համով է հոտը։ Դե իհարկե ովքեր որ գուզեն կարող են ջուր ավելացնել, եթե չրիկ եք սիրում։ Ես այսպես եմ սիրում օրինակ։ Մեկ եմ բիդենես, որ չսեղա։ Օպա։ Փորձություն ասա։ Արդեն մյուսն էլ սենց կտնենք։ Դե իհարկե համոբությունները պատրաստում ենք, ես գիտեմ որ շատերը բակ էին այս շրջանին եւ արդեն բակը բանալուց հետո պետքա համոբություններ պատրաստենք, ուզում ենք հիշեցնել, որ մենք լիքը համոբություններ պատրաստել ենք մսով, նամանավան թավով վերջի շրջանին, եթե բաց եք թողել եւ բակի մեջ էիք, կարող եք պատրաստել, իհարկե մենք զանգեզուրի հավերով ենք պատրաստել, բնական համով եւ որակով ուտեստեր։ Անպայման դուք էլ պատրաստեք, մեզ գրեք ոնց եք հավանել այդ բաղադրատոմսերը։ Անեմ շահի։ Հա, շատ լավ է։ Գեցիր քեզ հետ շտացնեմ մի քիչ։ Այս կողմից նկարենք։ Վայ, ինչ լավն է։ Հիմա այս համովությունը պատրաստեցինք, գերանք, իսկ հետո պետքա ինչ-որ սուրճով վայելենք գաղթրություն։ Ուզում եի ասել, որ այստեղ ունենք Smile Sweet-ի համովություններ, տեսնում ես, չէ՞։ Ահա։ So, արդեն մենք պատկերացնում ենք այս համովությունից հետո մի հատ սուրճ եւ մի հատ համովություններ, մի հատ չէ, մի քանի հատ համովություններ։ Նայած, եթե շատ քաշ չունենք, խնդիր չունենք կաշի, կարանք կեսնել ուտենք։ So, հիմա արդեն պատրաստվում եմ։ Այստեղից դու ինչ կուզես։ Դու լավ գաստրավենիկներ ես պատրաստում։ Էդի Լիլի։ Բայց ինձ աչքով անում այդ կարակումը։ Հա։ Արդեն հա, գիտեմ Լիլին ինչ ա ուտելու։ Ես իսկ այսօր երևի կուտեմ էկլեր։ Այսօր ես էկլեր կուտեմ։ Դուք էլ եթե կուզեք օրինակ ժամանակ չունեք պատրաստելու զատիկին համովություններ, կարող եք Smile Sweet-ից վերցնել եւ ձեր ընտանիքին եւ հյուրերին զարմացնել։
Մենք կամած արի մատուցենք, ուրեմն կարող ենք այսպես մեջտեղով անուխները տնել։ Կարաս մի կողմը լոլիկները տնենք, մի կողմն էլ լիմոնները։ Կամ լոլիկները։ Հա։ Կարաս մի քիչ բանաս, հա, մենք սենց դանակով բացել ենք, որ իրեն ծաղիկի պես մի քիչ բացենք, կարաս մի թեթև բացես։ Բա եթե ծաղիկ չունեք, լոլիկը կարակ ծաղիկ սարքեք։ Դե իրականում դու ծաղիկի մասնակետ ես, քանի որ Լիլին իրականում զեֆիրներ է պատրաստում ծաղիկից, ուտվելիք, առաջի անգամ որ ինձ նվիրեց, վաբշե չեմ պատկերացնում, որ էդի ուտվելիք է։ Այնքան անուշիկ էր պատրաստելու իրականի անման, կարոտել եմ քո զեֆիրները։ Ես ճիշտ ասած մտածում էի, որ բերեի, բայց ասցի քո չչարաշահեմ քեզ։ Չէ, այդ միշտ սիրով բարդ մնացի։ Ես գիտեմ, որ այդ համովությունը դու անում ես, այսինքն ծաղիկների մոտիկ ես։ Շատ մոտիկ եմ։ Ես ասած բռնանք։ Այսը լավելացնենք, այսը տող լինի։ Ինչ որ միտեղ։ Եվ այսօրվա ազատ քեղով եւ հավգիտով գողիկները կամ կարող ենք ասել օջան պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայրեք։ Վարյա խոժակ։ Այս էլ մածնապուրը։ Դե ինձ սիրելիներս, մեր այսօրվա բաղադրատոմսը տեսակ ինչպես է պատրաստվում, արդեն պատրաստ է եւ մենք անհամբեր ենք ուտելու եւ փորձելու։ Ամենալավը վերցնեմ էլի։ Դու էլ ես սիրում կարմրած, ես էլ եմ սիրում։ Ման եմ գալիս կարմրածները։ Օ, արդեն սկում ես, որ համովել չէ։ Արտակարգ։ Սիրուն ամեջը։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ, գնաց։ Cheers։ Cheers։ Շատ համով է, շատ։ Արի ավելացնեմ։ Կարամ սենց վրան տնեմ։ Կհավատաս չեմ պատկերացնում ոնց է համադրվելու, բայց վստահ եմ, որ համով կլինի։ Անհամբեր եմ, քո ռեակցիան տեսնեմ։ Տեսար ինչքան սազում է իրար։ Արտակարգ։ Իսկապես շատ համեղ է։ Առանց չափազանցության։ Իրական, անգեղծորեն։ Այո։ Քեզ համար պատրաստել ենք բզդիկ փոքրիկ նվերներ, դե իհարկե Մարանիկը քեզ ծանոթ կլինի իր բոլոր համեմունքներով եւ ցավարեղենով։ Ստեղ ունենք Smiley Sweet-ի համովություններ, կաղցրներ, մի քիչ հանգիստ կլինես, գիտեմ որ դու միշտ պատրաստում ես համովություն, մի քիչ հանգիստ կլինես իրանց համայս կուղարկի։ Հա, այո, դեղան զինվորա։ Հիշացնենք։ Հայ զինվոր, ախ Այս կաղցրությունը Smiley Sweet-ից եւ դուք կվայելեք եւ դղան, դե իհարկե սիլի եւ մազայի համովությունները կամ խմելիքները եւ ստեղ ունենք ABC-ի մաքրելու բարակաները։ Բոլորը կվայելես, կմաքրես, համովոտով զատիկ կունենանք։ Սիրով, իրական ոնչափ շնորհակալ եմ։ Թե ինչի։ Ես ոնց եմ ստատում տանել։ Այո, շատ ուրախ էինք Լիլ, որ ստեղ էիր։ Ես էլ անչափ ուրախ էի։ Շատ լավ շփվեցինք, զատիկից առաջ արդեն լավ դրամատրվեցանք։ Ձեզ լավ զատիկ, բարի զատիկ, լավ դարի լինի եւ բոլորիս։ Այո, բոլորիս ուրախ զատիկ։ Ցտեսություն։